Ողջույն հարգելի գյուղասերներ, հուսամ լավ եք։ Ինչպես տեսնում եք, այսօր մեր օրը սկսել է անպամած եղանակով։ Քիչ առաջ անձրև էր գալիս, մի թեթև անձրև եկավ կտրվեց, հիմա եկել ենք հողամաս։ Հողամասում այսօր էլի մի փոքր աշխատանք ենք անելու, թեև եղանակը այդքան էլ բարենպաստ չի, բայց դե ամեն դեպքում պետք է մեր գործը անենք։ Ինչ ենք անելու։ Այ տեսնում եք, այստեղ դրած ծաղիկները հերթով սիրուն ծաղկում են ու էլի ունենք հանած բույսեր, որոնք ուզում եմ այս մասում ցանեմ։ Նորից անձրև սկսեց, բայց դե եկել եմ պիտի գործս ավարտեմ։ Ստե ուզում եմ մի հատ լավ փխրեցնեմ, քանի որ ծառերի արանքն է ու չենք փորել։ Անել մի անգամից այս մոշերի ու ծառերի բաժակները կսարքեմ, որ ջրելուց հեշտ լինի։ Այև այս կլուբնիկների արանք կլինի փխրեցում տված էլի։ Հենց հարմար է դրսի հողամասում էր ինքն իրան աճել։ Հիմա հենց դնում եմ արդեն կպած է էլի։ Կպնելու կարիք չկա։ Սերմից որ աճեցնենք, ստեղ էջից մի ամիս ու կես կձգվեր, իսկ հիմա այսպես դնում ենք, արդեն ինքը սկսում է ծաղկելը։ Հողամասը համ պետքա սիրուն լինի, համ բերք պետքա հավաքենք հողամասից։ Միջայլոց այս բահը նոր եմ գնել, ինքը շատ հարմար է, ասես թեթև գործեր անելու համար։ Մենք ցանենք, անձրևը կջրի։ Այս մանրները կարանք ես կողքերից դնենք, կմեծանան հաստատ։ Այս բույսը վաղինակ է կոչվում, ժողովուրդ ջան։ Միջայլոց ինքը նաև լավ թեյ է ստացվում ծաղիկներից։ Նունիկ խաղալ է ուզում, ժողովուրդ ջան, այս շունը խաղալ է ուզում։ Ամեն օր կերը տալուց մի քիչ խաղում եմ հետը, բայց դե ոնց որ մենակ մնացած երեխա լինի։ Ահա ավարտեցինք աշխատանքը, ժողովուրդ ջան, այս մասում էլ եմ դրել։ Շատ խիտ չեմ դրել, որովհետև արանքներում նաստուրցիաներ եմ ցանելու։ Հիմնական մասը այստեղ եմ ցանել, որպեսզի սիրուն այսպես ճանապարհ ստացվի արանքով հողամաս գնալու համար։ Սա մեր խնձորենիներն են, որ արդեն ծաղկել են, բայց ինչ արած, որ եղանակը անձրևային է, փոշոտում պիտի արվի, մեղուն պիտի խաղա, տեսնենք վաղը արև է տալիս եղանակը, տեսնենք ինչ կլինի։ Այստեղ նաև տանձենի ունենք, որ անցած տարի լավ բերք էր բռնել, մեծ խոշոր ու էլի տեսեք ծաղկած, տեսնենք ինչ կլինի, փոշոտում կլինի թե չէ։ Մի քիչ արևանի մեղուն խաղա լավ կլինի, կարծում եմ։ Սրան նայեք, իրա ծտի տեղ է դրել, այնեղից դուրս է գալիս տեղով թռնում, գնում խոտերի մեջ ձուացում ու այդպես
ձուն կորցնում ենք։ Հիմա տեսնենք այստեղ ինչ կա։ 4 հատ ստեղ է։ Այստեղ էլ կա 3 հատ ստեղ։ Այդ 7 Գել այստեղ են ացում 9 ոնց են տեղ արել ստե 12 13 ստեղ բայց հա դեռ ամբողջը չի Չէ Տեսեք ոնց է վախենում ու մոտ չի գալիս կուտուտի այստեղ էլ են ացում մի հատ էլ Եկել տեսնենք այստեղ կա թե չէ Չէ չկա Եկել բնում պետք է նայենք որտեղ որ թառում են Մի հատ էլ ստե Այս 15 16-րդ փոքր ձու է Այս տոխերից են ածում 16 հատ ձու այսօր Վատ չի, բայց սրանից ավել էլ կարող է, որտեղ ամբողջ օրը արդեն բաց թողած են լինում, արածում են, քուճուճ են անում Այս ճանապարհ կշատացնեմ մի քանի օր, որ այդպես բաց եմ թողնում ազատ զբոսանքի Կուտն ուտեն բաց թողնենք արդեն Գնամ կանաչ խոտ ուտեն Թայմ խոտ են ուտում առավոտ իրիկուն այդպես եմ անում Նախ մի հատ կերակրում եմ, հետո որ բաց եմ թողնում արածելու Այդպես ավելի շատ են երկար են արածում, իսկ եթե կուտ չես տալիս, մի անգամից հավաքվում են Դեն պետքա կերակրես Անք էլ տեղավորենք էստեղ, ժողովուրդ ջան Ցողել է, չորացել է Լավ չի ծալում, ժողովուրդ ջան, պետքա երևի արիվ անկնում էստեղ արդեն Պետքա ստեղից վերցնենք, մի փոքր ստվերոտ տեղում դնենք Չորացել է, հեսա Ջրենք Աղա առավոտը սրանով կերակրեմ Նորը պետք է արդեն ծլեցնենք, որովհետև սա վերջինն է 2-3 օրում արդեն ծլում է Ուրեմն այստեղ ունենք մեծ բաժակներով կասետա, որի մեջ ինչ ենք ցանել Ցանելու ենք, այսպես տուփով գնաց վարունգներ ունեն, տեսեք, երկու սորտ է, կարնիշոն մալչիկ-պալչիկ, սեդեկ ֆիրմայի և դրուժոկը, փորձնական է, ախտինում եմ, եթե լավ եմ հիշում, այսպեսի վարունգ չեմ ցանել, իհարկե իմ այն վարունգը, որից լավ բերք եմ ստանում, նա անպայման լինելու է, բայց ուզում եմ այս վարի սրանից սկսել, նախ սկզբում ստեղ ցանեմ, ապա գնանք հող բերենք, մի քանի սերմ կա տուփի մեջ, մի քանի հատ կլինի, այս սերմերը փող միշտ քիչ են լինում, Ջայլոցա վաղահասա գրված իրա վրա
Ահա ոչինչ։ Թող շարեմ։ Քան նաև նշում անեմ, որ հիշեմ, որ մասում ինչ եմ դրել։ Այս մեկը փուչա։ Այս 5 10 15 20 հատ։ Այն փուչը հանած 20 հատ։ Այսպես։ Այս մեկն եմ բացում։ Այստեղ էլ երևի այդքան կլինի։ Ես էլ բերքատու է շատ է վերցնում ըստ նկարագրի։ Կհասկանանք ընթացքում։ Իհարկե միջև բերք չստանանք, դժվար համոզվենք, որ ինքը բերքատու է։ Ահա ներսում ավելի քիչ է։ Կհերիքի կարծում եմ ես բաժակներս 2 5 10 հատ ժողովուրդ ջան։ Իմ ասես թեթևակի ներս եմ հրում ու հողը լցնում եմ իրա վրա։ Ստացվեց, իսկ ես 10 հատը բերեմ ուրեմն 5 հատը մաչալկան դնեմ, 5 հատն էլ են առանց կեղև դդումից եմ ուզում դնեմ, փորձնական, որ քիչ շուտ լինի։ Գնամ սերմի հետևից։ Սպունգի և դդումի սերմերն էլ բերեցի, ժողովուրդ ջան։ Դրանք էլ ցանենք 5 հատ։ Մնացածը նոր դրսում կցանենք։ Կարծում եմ այդպես ավելի լավ կլինի։ Ես բնական սպունգի սերմերն են։ Պատկերացնում եք, սպունգն էլ բնական լինի թփից։ Իմիջիայլոց այս սպունգները բավականին լավ գին ունեն, բնական սպունգները։ Տակը քանի սեր մնաց։ 2, 4, 6, 8, 10 հատ դեռ ունեմ։ Ու մեկ էլ սա նայեք, ժողովուրդ ջան։ Սրանից էլ ահագին կա։ 5 հատ այսպես փորձենք։ Մնացածը դրսում արդեն մի քանի օր հետո կցանենք, եթե նկատենք, որ ուժեղ անձրևների հավանականություն չի լինի։ Գիտեք, ակտիվ ընթացքն է արդեն ամեն ինչ ցանելու, մենք էլ փորձում ենք հասցնենք։ Այ ջերմոցի ես մասը բացեմ, ինձ ես արանքում էլ կդնեմ։ Իսկույն դուրս է գալու հստահ է։ Դնեմ նոր ջրեմ, որպեսզի շատ չծանրանա ջարդը, բարակ պլաստմասա էլի։ Ավել ծանրացել էր։ Այս ջրելը մի թեթևակի ենքան, որ թրջենք հողը խոնավ այնքը, բայց դե ամեն դեպքում
ջերմոցի մեջ շուտ կչորանա։ Վերջ, ծածկում ենք ու սպասում։ Այս էլ փակենք արդեն ուշ։ Սա մութը կընկնի։ Առավոտ նոր երից կբացենք։ Այսպես կարգավորում ենք ջերմաստիճանն էլի ներսում, որպեսզի կեսօրին շատ հով չլինի, գիշերն էլ ցուրտ չլինի։